Նա կորցրեց փեսացուին, բայց գտավ իր կյանքի մեծ սերը՝ բեմը։ 1889 թվականին Պոլսում ծնված Արուս Դարպասյանը հայ թատրոնի պատմության մեջ մնաց որպես Արուս Ոսկանյան։ Լավ կրթություն ստացած Արուսը սկզբում երազում էր ուսուցչուհի դառնալ, բայց ամեն ինչ փոխվեց, երբ պոլիս հյուրախաղերով եկավ Վահրամ Փափազյանը եւ նրան առաջարկեց Օթելլոյում խաղալ Էմիլիայի դերը։ Արուսը չվախենալով շրջապատի կարծիքներից բեմ բարձրացավ, եւ հենց այդ օրը նրա կյանքը փոխվեց։ Փեսացուն հրաժարվեց նրանից, իսկ Արուսը գտավ իր մեծ սերը՝ թատրոնը։ Հետագայում նա միացավ Աբելյան-Արմենյան թատերախմբին, տեղափոխվեց Կովկաս եւ հաստատվեց Բաքվում։ Շուտով նրա խաղացանկում հայտնվեցին հայ եւ համաշխարհային դրամատուրգիայի ամենանշանավոր կանացի կերպարները։ Ժամանակակիցները նրան նկարագրում էին որպես գեղեցիկ, խելացի, զգայուն ու բեմին ամբողջությամբ նվիրված դերասանուհի։ Բայց Արուսը բեմի հանդեպ իր նվիրվածությունը հասցնում էր ծայրահեղության։ Դերասան Գուրգեն Ջանիբեկյանը հիշում է, որ նա նույնիսկ վիրահատությունների էր դիմում իր արտաքինն այնպիսին դարձնելու համար, ինչպիսին իր կարծիքով պահանջում էր բեմը։ 1943 թվականին Արուս Ոսկանյանը հիվանդացավ բծավոր տիֆով։ Հիվանդության ծանր օրերին նա անգամ փորձում էր դուրս նետվել պատուհանից, չգիտակցելով իրականությունը։ 1943 թվականի հուլիսի 20-ին հայ բեմը կորցրեց իր ամենավառ աստղերից մեկին։ Դեռևս 1923 թվականին Եղիշե Չարենցը գրել էր. Արուս Ոսկանյանը ոչ միայն մեր Նաիրյան բեմի, այլև մեր ողջ դարաշրջանի մեծագույն դերասանուհին է։ Նա ապրեց ընդամենը 54 տարի, բայց իր արվեստով դարձավ մի անուն, որը հայ թատրոնը չմոռացավ։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հայ մեծերի մասին ամենահետաքրքիր եւ կարևոր մանրամասները։